Հերթական քառօրյան ազգային ժողովը մեկնարկեց ընդդիմության ներկայացրած իրենց ձևակերպմամբ քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարության քննարկումով, որը բացասական եզրակացություն էր ստացել։ Էլինար Վարդանյանը ելույթում հայտարարեց, թե քաղբանտարկյալների առկայությունը ոչ թե քաղաքական հայտարարություն է, այլ իրողություն։ Խոսեց հոգեվորականների, ընդդիմադիր գործիչների կալանավորման մասին, որոնք նրա համոզմամբ դրան արժանացել են ազատ խոսքի, իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու պատճառով։ Արձանագրում ենք, որ քաղաքական հետապնդումներ իրականացնելու նպատակով դատական եւ իրավապահ համակարգերի օգտագործումը հակասում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային, այդ թվում ԵԽ-ի անդամ պետությունների պարտավորություններին։ Որևիցե միջազգային կառույց ենթադրում է նախ եւ առաջ ԵԽՎ-ն գոնե համարժեք պատասխան պետք է տար։ Որևիցե պատասխան, որևիցե դիտարկում, որևիցե մեկնաբանություն, որևիցե հարցադրում Հայաստանում առերևույթ որևիցե անձի քաղաքական դրդապատճառներով հետապնդման վերաբերյալ չի արվել։ Վարդանյանը հիշեցրեց, նախագծի նպատակը ոչ թե հայտարարության ընդունումն է, այլ լսումների կազմակերպումը։ Հետևաբար, ըստ նրա, պետք է փոփոխություն կատարվի ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, որով խմբակցություններին հնարավորություն կտրվի առանց նախագիծ ներկայացնելու իրականացնել լսումների գործընթաց։ Հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին խորհրդարանը դեմ քվեարկեց։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ հարակից օրենքի նախագծերի փաթեթով առաջարկում են սահմանել անկախ կյանքի կենտրոններ հասկացությունը, անձնական օգնական ունենալու իրավունք տալ ուսման կամ աշխատանքի մեջ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց։ Մեկ այլ փոփոխությամբ էլ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորված անձանց աջակցող միջոցների տրամադրելու իրավունք կստանա նաև մասնավորը։ Նման ցանկություն հայտնել է Զինապահ հիմնադրամը։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև Հայկ Սարգսյանի ներկայացրած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին հարցը։ Հիշեցնենք, խոսքը վերաբերում է 27 տարին լրացած զինծառայությունից խուսափած քաղաքացիներին գումարի դիմաց հայրենիք վերադառնալու հնարավորություն տալուն։ Սարգսյանը անդրադարձավ քննադատություններին։ Մի մասը պնդել է, թե համաներում պետք է սահմանել, մյուսները ճիշտ հակառակը։ Հիշեց, համաներման օրինակ եղել է, բայց անօգուտ։ Եթե մենք այսօր 27-ից 37 տարեկան քաղաքացիներին այս հնարավորությունը չտանք, ապա նրանք եւս մի քանի տարի կշարունակեն մնալ հետախուզման մեջ եւ Հայաստան կվերադառնան արդեն 37 տարեկանից հետո եւ չեն վճարի որևէ գումար, չեն ծառայի որևէ օր, այսպիսով մենք կունենանք կորուստներ։ Դեռևս կարգավորված չեն ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհետ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները։ Իրավիճակը շտկելու նպատակով Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել համապատասխան օրենքներում։ Նախագծով սահմանվում է, թե ով է համարվելու անհայտ կորած անձ, եթե հակիրճ, ապա այդպիսիք են հանդիսանում զինծառայողը կամ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում կամ ՀՀ պաշտպանության գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։ Դիցուկ 3-4 ամիսում է, կես տարին մեկ, բայց նաեւ ազգային անվտանգության ծառայությունը պարտավորված լինի տեղեկատվություն տրամադրել եւ այն ցավալի անցնող տարիների դեպքերը չլինեն, որ անհատ կորածների հարազատները ստիպած ձմեռ ամառով օրերն են անցկացնում մաղացայի կամ կառավարության մոտ։ Պետք է ընտանիքի անդամներին տեղեկատվություն տրամադրի հետախուզման իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին։ Եվ մի կարևոր դրույթ օրենքի նախագիծը եւս պարունակում է, որ այդ ընտանիքի անդամները իրենց նախաձեռնությամբ եւ լիազոր մարմնի համաձայնությամբ կարող են ներգրավել լիազոր մարմնին անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացներում համապատասխան։ 2024-ին ընդունվել է խաղային գործունեության կարգավորման մասին նոր օրենքը, որով նախատեսվել է օպերատոր սահմանելու մրցութային ընթացակարգ։ Օրենքում փոփոխությամբ է հանդես եկել Պետեկամուտների կոմիտեն, որն առաջարկում է բացառել այնպիսի հայցի ապահովման կիրառումը, որը կհանգեցնի օպերատորի մրցութային գործընթացի կասեցման։ Նշենք, որ օպերատորը վերահսկողություն է սահմանելու խաղային ոլորտի նկատմամբ։ Դրա շնորհիվ այս ոլորտում կատարվող գործարքները հասանելի են դառնալու հարկային մարմնին։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծով կլուծվի թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում գրանցված քաղաքացիների տվյալները արմետ համակարգում արտացոլելու խնդիրը։ Ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրում ինքնաշխատ կերպով այդ տեղեկատվությունը կհայտնվի եւ մարդու վարելու իրավունքը կդադարի։ Նշեմ, որ ներկայիս պրակտիկայի շրջանակում 2021 թվականից մինչև 2025 թվականը նման կերպով
25 թվականի առաջին 11 ամիսները նման կերպով դադարեցվել է 2370 անձի վարելու իրավունք։ Արդյոք բավարար է միայն հաշվառված լինելը, եւ ես կարծում եմ մենք պետք է զգուշ լինենք մահերը միայն այս կարգավորման հետ կապելու պարագայում։ Բացարձակ հեռու եմ այն մտքից, որ մահերը կապը միայն այս կարգավորման հետ, դրա համար համադրեցի ինչպես բարեկային ծառայության կողմից իրականացված խիստ վարչահարությունը, այնպես էլ այս բոլոր գործողությունները որպես մեկ կոմպլեքս։ Հողային օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի այն դրույթը, որով սահմանված է, որ պետության եւ համայնքների սեփականության պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց կարող են տրամադրվել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու սպասարկման համար։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս պետությունը քաղաքականություն է իրականացնում, որն ուղղված է պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի նպատակային եւ արդյունավետ իրագործման ուղղությամբ, եւ այս փոփոխությունը անհրաժեշտ է դիտարկել այս համատեքստում։ Միաժամանակ տարանկալումներից խուսափելու նպատակով ուզում եմ հստակ արձանագրենք, որ սա տարածվել է միայն օրենքը ընդունվելուց հետո ցակող իրավահարաբերությունների վրա։ Շատ լավ։ Կարող եք ասել ցայժմ քանի դեպք ա եղել, որ մայրաթոռը իրան տրամադրած հողակտորը օգտագործել է ոչ ըստ նպատակային նշանակության։ Նախ չի ցանկանա անձնավորել սա ոլորտում ընդհանուր իրականացվող քաղաքականությունը, բայց նման օրինակ իհարկե կա եւ ես ձեզ կարող եմ առանձին ներկայացնել։ Օրինակ Վանաձորում նմանատիպ դեպք ունենք, որ օրինակ սեփականության իրավունքով երբ որ փոխանցվում է, այնուհետև չի օգտագործվում կամ նպատակային չի օգտագործվում եւ այդպես այդ հողամասը մնում է սեփականության իրավունքով եւ պետությունը համայնքը զրկվում են տնօրինելու իրավասությունից։ Եթե նպատակային նշանակությամբ չի օգտագործում, գնացեք հասեք Երևանից մինչև Վանաձոր, տեսեք գյուղատնտեսական նշանակության քանի հազար հեկտար կա, որը չի օգտագործում։ Այդ հարցը ձեզ չի հետաքրքրում։ Այս նախագիծը եկեղեցուն սեփականության իրավունքով հող ունենալու իրավունքից չի զրկում։ Եկեղեցին, եթե սեփականության իրավունքով հող ձեռք բերելու ցանկություն եւ հնարավորություն ունենա, այս նախագիծը դրան չի խանգարելու։ Նախագիծը ընդամենը անհատույց էլի տալու իրավունք վերապահում է, բայց ոչ սեփականության իրավունքով։ Երբ հողատարածքը չի ծառայում նպատակին, հետագայում պետությունը զրկվում է այն սեփականության հիմքով տնօրինելու հնարավորությունից։ Կարգավորումը գալիս է լուծելու այդ խնդիրը, արձագանքեց նաև փոխնախարարը։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։